Հարգելի ռադիո լսողներ, ոնց գիտեք, սկսվել են մեր դպրոցի հունվարյան ճամբարների օրերը։ Եվ ես ուզում եմ պատմել մի օր իմ ճամբարից։ Գնացինք։ Օրը սկսվում է վաղ առավոտյան, քանի որ ես քայլելով դպրոց գնալ չեմ կարող, այլ առավոտյան շուտ 8:05 մեր բակի կանգառում սպասում եմ դպրոցի ավտոբուսին, որի օգնությամբ հասնում եմ դպրոց։ Ուրախ եմ, որ սկսել են մեր ձմեռային ճամբարները։ Այսօր դպրոցում շատ հետաքրքիր է անցել։ Մենք երգ ենք սովորեցնում մեզնից մեկ տարի փոքր երեխաներին։ Պարապմունքից հետո մի քիչ բարեցինք։ Ընթերցանության դասաժամին ընկեր Քրիստինեն մեզ համար ընթերցեց Տորկ անգեղը։ Նա նաև պատմեց, երբ որ դեռ քրիստոնյա չկար, շատ աստվածներ կային։ Մի պահ ես ցանկացա այն ժամանակ կարողանայի տեղափոխվել, որ տեսնեի աստվածներին։ Այսօր մենք դիտել ենք մուլտֆիլմ Նոր տարվա մասին, որը պետք է վաղը քննարկենք։ Դասարանում ինձ այն դուր եկավ։ Հանդիպել ենք ընկեր Անիին, մեր մաթեմատիկայի ուսուցչուհուն։ Մենք միասին մի քանի հատ խնդիր լուծեցինք։ Անկեղծ ասած, այսօր անհամբեր սպասում էի լողի պարապմունքին, բայց քանի որ ջուրը սառն էր, պարապմունք չունեցանք։ Օրվա երկրորդ տղայակեսը երկարօրյայի ժամանակ շատ ուրախ էր, քանի որ մի լավ հեծանիվ վարեցինք։ Դրանից հետո դասարանի մաքրությամբ զբաղվեցինք։ Ինչպես արդեն գիտեք, ես ավտոբուսով եմ հաճախում դպրոց և նույն ավտոբուսով էլ հետ եմ վերադառնում։ Այսպես որ դասարանի մաքրությունն ավարտելուց հետո քայլելով մենք գնացինք դեպի մայր դպրոց։ Ավտոբուսի մոտ հրաժեշտ տվեցի բոլորին և վերադարձա տուն։ Օրս ավարտում եմ տնային առաջադրանքներիս ավարտով։ Դե ինչ, գնամ շուտ քնել, որ առավոտյան ավտոբուսից չուշանամ։ Հաջողություն բոլորին, այսօր այսքանը։